Միացյալ Նահանգներում կազմավորվում է Սփյուռքի կառավարություն։ Շնորհավոր եք սիրելիներս, որովհետև ես եւս մեկ անգամ մասնակցեցի երեկոյի, որը դեմ է իրական Հայաստանի նորմատիվներին։ Այսօր հրաշալի երեկո էր, լի հայրենասիրությամբ, առողջ գաղափարախոսությամբ, լավ ծրագրերով եւ իհարկե այս ամենը ձեզ կներկայացվի վստահ եմ ավելի մանրամասն հենց այն անձանց կողմից, ովքեր այս ամենը նախաձեռնել էին, ովքեր տարիներ շարունակ այս նախագծի վրա աշխատել էին եւ իմ էջում ես կտեղադրեմ հետո իհարկե հատվածներ այնտեղից եւ դուք կարծում եմ կգնահատեք ըստ արժանվույն այն արված աշխատանքը, որը տարիներ շարունակ արվել է եւ համացանցում շատ շուտով կհայտնվի արդեն այդ արված աշխատանքի արդյունքները։ Պարզապես ձեզ ասեմ, որ հեղինակ այս նախագծի եւ իրականացնողը Դավիթ Մնացականյանն էր, իրեն կնշեմ ինձ մոտ եւ հետագայում դուք կարող եք նաեւ իր էջում տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի համախմբել այս պառակտված, քայքայված ժողովուրդը, բայց մենք կկարողանանք, որովհետև մենք ուժեղ ենք եւ կհամախմբվենք գաղափարախոսության շուրջ, կհամախմբվենք մեր երիտասարդների ապագայի մասին, մեր հոգատարության պատճառով, որովհետև մենք ուզում ենք, որ մեր երիտասարդները ապրեն բարեկեցիկ, լավ եւ ապահով կյանքով եւ իհարկե այն թեզերը, գաղափարները, մտքերը, որոնք կային եւ դրված են հիմքում Սփյուռքի կառավարության, կարծում եմ, որ իրապես շատ կարևոր են։ Մենք կարիք ունենք այս ամենի, որովհետև հիշում եք Մարթա մեկը ասեց, որ ինքը պատասխանատու չի աշխարհի բոլոր հայերի համար, այդ իսկ պատճառով աշխարհի հայությունը պետք է իր ճակատագիրը վերցնի իր ձեռքերի մեջ։ Ես շնորհավորում եմ սփյուռքահայ հասարակությունը եւ առանձնահատուկ շնորհակալություն ուզում եմ հայտնել Դավիթ Մնացականյանին եւ շնորհավորել իրեն, որովհետեւ այսօր նա հանրությանը ներկայացրեց իր զավակին, որի վրա երկար տարիներ աշխատել է։ Շատ շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորիս, հուսամ, որ այդ ծրագրերը իսկապես կիրականանան, կծառայեն նպատակին եւ իրապես այն ամենը, ինչի մասին խոսվում էր, կդառնա իրականություն։